Մենք այժմ գտնվում ենք Հայաստանի ամենահարավային կետում։ Պարսկաստանի հետ սահմանը գտնվում է մի քանի մետր հեռավորության վրա։ Հիմա դուք տեսնում եք Արաքս գետը, եւ եթե ուշադիր լինեք, ապա կտեսնեք նաեւ Բաքու-Նախիջևան ճանապարհը, որի մասին շատերը խոսում են, բայց շատերն էլ չեն տեսել։ Իսկ սա ադրբեջանական եւ պարսկական մեքենաներն են։ Պատկերացնում եք Հայաստանի հարավային կետը գտնվում է Ջաջա Ժորայի տիրապետության տակ։ Այո, սա նրա սեփական այգին է։ Տարիներ առաջ այստեղ շատ մեծ աղբանոց էր, բայց Ջաջա Ժորան Սանկտ Պետերբուրգից վերադարձավ Մեղրի, գնեց այս տարածքը, հավաքել է տարիների ընթացքում կուտակված ողջ աղբը եւ կառուցել է այս գեղեցիկ տունը։ Տեսեք ինչպիսի հրաշք այգի ունի։ Այստեղ կա բանանի, նռան, թզի, կիվի եւ այլ ծառեր։ Կարծում եմ, որ Ժորա պապիկի օրինակը պետք է բոլորին ոգեշնչի, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող յուրաքանչյուր սանտիմետր գնահատվի եւ ճիշտ օգտագործվի։ Մեկնաբանություններում գրեք գիտեիք Ջաջա Ժորայի մասին թե ոչ, լայք դրեք, որ նյութը տարածվի եւ գրանցվեք, որ բաց չթողնեք մյուս նյութերը։ Շնորհակալություն։